Ասում են հարցը փողը չէ, բա ի՞նչն է։ Հարցը փողը չէ, մակաբույծ արտահայտությունն ամեն անգամ արվում է որպես ինչ-որ կարևոր առարկության մասնիկ, կցորդ, այնինչ դա կարող է զրոյացնել ու արժեզրկել քո բուն պահանջը։ Ինչ է կատարվում իրականում։ Վճարածից դիմաց ստացած ծառայության կամ ապրանքի հարցում ինչ-որ բան քեզ դուր չի եկել։ Բացատրում ես ու ընթացս շեշտում։ Գիտեք, ձեր ծառայությունը պատվիրեցի կամ այս ապրանքը գնեցի, բայց ինչ-որ խնդիր կար։ Հարցը փողը չէ, պարզապես ստոպ։ Երբևէ տեսել եք, որ անվճար ստացողը խոսի ու առարկի նույնքան էմոցիոնալ, որ ձեր տվածում այսինչը ինձ դուր չի եկել։ Ոչ, որովհետև անվճար է ստացել։ Մեր առարկությունների կամ բողոքելու վրա ժամանակ ենք ներդնում, երբ դրա դիմաց վճարել ենք, ինչ է նշանակում հարցը փողը չէ։ Սիրելիներս, փողն է մեզ ստիպում պահանջել, ինչը անվճարի դեպքում չէիր անի, ու ամոթ չէ, երբ պահանջում ես այն, ինչի դիմաց վճարել ես։ 1000 դրամ, 200.000 դրամ, 150 դրամ, ինչ կապ ունի գումարի չափը։ Դա մեր աշխատանքն է, մեր հալալ քրտինքով վաստակած գումարը տվել ենք, ներդրել, վճարել ենք, որի դիմաց էլ ցանկանում ենք ունենալ այն, ինչի համար վճարել ենք։ Ուրեմն, երբ խոսում ենք, խնդիրը հենց փողն է։ Միգուցե փողը միակ խնդիրը չէ այդ թեմայի մեջ, առաջնայինը չէ, սա ուրիշ բան, բայց եթե բարձրաձայնում ու պահանջում ենք ինչ-որ բան առհասարակ, ուրեմն մեջտեղում նաև փողի հարց կա, ու սա նորմալ է։ Ես պահանջում եմ, որ այսինչը սենց լինի։ Ճիշտ հասկացեք, հարցը փողը չէ, պարզապես կարծես մեր պահանջը փորձում ենք ավելի դրական երանգով ներկայացնել, շոյելով լսողի ականջը։ Դա նույնն է, որ ասես խաղացած եմ, հաց տվեք ուտեմ, ճիշտ հասկացեք, հարցը սովածությունը բավարարելը չէ, պարզապես ինչ, զուտ կողքից համել սիրուն է նայվում, հա, որ ուտում եմ։ Ոչ, խաղացած եմ ու հարցը հենց սովածությունն է ու վերջ, սա արդեն բավարար պատճառ է սնունդ պահանջելու համար։ Կամ երբ ասում են, խնդրում եմ, մի աղմկեք, հարցը աղմուկը չէ, պարզապես չեմ կարող կենտրոնանալ։ Հարցը հենց աղմուկն է, ինչու ես թուլացնում քո արդարացի պահանջը։ Ուրեմն հարցը փողը չէ, ասելով փափկացնում ես, բայց արդարացնում ու արհեստական կերպով թուլացնում ես քո նորմալ պահանջի ինքնաբավ լինելը։ Գնահատեք ձեզ, ձեր աշխատած գումարը ու ձեր խոսքի արժեքը։ Ասել եմ, չեմ հավանում, ուրեմն չեմ հավանում։ Հարցը ինչն է, ինչ տողատակ ու մեկնաբանություններ կան, ես չեմ պատրաստվում արձանագրություններ գրել, որպեսզի դուք պատշաճ կատարեք այն, ինչի դիմաց վճարել եմ ձեզ։ Եվ երբ առարկում կամ պահանջում եմ, ուրեմն հարցը հենց փողն է։ Դա իմ կյանքի ժամանակն է, որը ամեն ինչից ավելի թանկ է ինձ համար։ Վերջ։